Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ինչպես արդեն ներկայացրեցի, առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել աշխատանքային օրենսգրքում, հիմա բացատրեմ ինչու եւ ինչ փոփոխություններ։ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների հիման վրա որոշվել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումը իրականացվելու է բացառապես թվային համակարգով։ Ինչպես նաեւ որոշվել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվելու գործող աշխատանքային պայմանագրերի թվայնացման համար, այսինքն որոնք նախկինում կնքված են եղել։ Այս փոփոխությունները համահունչ են եղել ընդհանուր կառավարության թվայնացման քաղաքականությանը եւ ըստ էության ուժի մեջ են մտել եւ թվային համակարգերը աշխատում են, այսինքն հենց հիմա էլ այդ գործողությունները տեղի են ունենում թվային էլեկտրոնային եղանակով եւ աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի միայն այդպես, պայմանագրեր կնքել միայն այդպես։ Սակայն գործընթացը նաև ենթադրում է էլեկտրոնային ստորագրությունների առկայություն թե աշխատակիցների մոտ, թե գործատուների մոտ։ Գործատուների դեպքում այդ հարցը վաղուց լուծված էր, որտեղ էլեկտրոնային ստորագրությունը անհրաժեշտ էր նաև բոլոր հարկային հաշվետվությունների ներկայացման համար շատ վաղուց եւ այդ մասով խնդիր չկա, սակայն աշխատակիցների միստվար զանգվածի մոտ, թե նոր աշխատանքի ընդունվող եւ թե արդեն գործող պայմանագրեր ունեցողների մոտ, ինչքան էլ որ մենք տվել էինք բավարար ժամանակ, այսինքն 1 տարի, 1 տարուց էլ ավել, եւ նաեւ գիտեք, որ այդ էլեկտրոնային ստորագրությունը անհրաժեշտ է նաեւ այլ գործիքներից եւ օգտվելու համար, օրինակ նույն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը լրացնելու համար եւ այլն, այնուամենայնիվ մեր շատ քաղաքացիներ չեն հասցրել կամ ժամանակին չեն ձեռք բերել իրենց նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն եւ մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, երբ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքները իրացնելուց այս կարգավորումների ուժի մեջ լինելու պատճառով, որը թույլատրելի իրավիճակ չէ կարծում եմ եւ մեր որևէ քաղաքացի պետք է զրկված չլինի դրանից։ Միևնույն ժամանակ շատ կարեւոր է նաեւ փոխկապակցել այս բարեփոխումը մեկ այլ բարեփոխման հետ, որը պակաս կարեւոր չէ, դա նոր տեսակի չափանիշների, միջազգային չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի համակարգի ներդրումն է, որը արդեն մտել է իր վերջնական փուլ եւ մենք այս տարվա վերջից կունենանք նոր տեսակի նույնականացման քարտեր եւ այստեղ էլ մի խնդիր է առաջանում, որ եթե մենք հիմա նույնիսկ մոտ 200,000 քաղաքացու շատ 24 ժամյա ռեժիմով աշխատելով առանց շաբաթ-կիրակի տրամադրենք այդ 200,000 քարտերը, մենք խնդիր ենք ունենալու հետո կրկին այդ վերաթողարկման հետ, այսինքն նորից նույն քարտերը տրամադրելու եւ առաջարկում ենք հետեւյալը. թողնել այն ինչ որ կամավոր կա ուժի մեջ, այսինքն քաղաքացիները իրավունք ունենան դա անել էլեկտրոնային եղանակով, որտեղ նորից եմ կրկնում, բուն թվային տեսանկյունից համակարգը աշխատում է, ես ինքս իմ աշխատակիցների հետ պայմանագիր կնքել եմ էլեկտրոնային եղանակով, այսինքն ինքս կարող եմ ասել, որ դա աշխատում է։ Բայց նաև թույլ տալ շարունակել թղթային տարբերակով պայմանագրերը կնքելը, մինչև որ մեր բոլոր քաղաքացիները ի վերջո կունենան նույնականացման քարտեր, ԱԺ ներկայացված նախագծով առաջարկը հետևյալն է, որ հետաձգենք 1 տարով, այսինքն պարտադիրը ուժի մեջ մտնի 27 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ մենք այստեղ քննարկում էինք, մենք մի քիչ ավելի խորը մեր ներքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկեցինք եւ պետքա արդեն առաջարկենք առաջինից երկրորդ ընթերցում այն եւս 6 ամսով երկարացնելու, այսինքն ուժի մեջ դնելու պարտադիր կոմպոնենտը 2028 թվականի հուլիսի 1-ից, որ վստահաբար որևէ կուտակում, որևէ խոչընդոտ եւ որևէ հերթ չլինի նույնականացման քարտեր ստանալու համար, երևի այսքանը, եթե հարցեր կլինեն, կպատասխանեմ, շնորհակալ